Ֆինանսների նախարարին հարց ենք տվել բյուջետային քննարկման ժամանակ։ Ասում ենք լավ, տարբեր ոլորտներ, նույն ներքին գործերի նախարարության դեպքում, արտաքին հետախուզության դեպքում բյուջեում կրճատում ա եղել։ Այդ ինչի մի անգամից վերցրեցիք ու սկսեցիք տարփողել, որ բանակին զինված ուժերի բյուջեն այսքան միլիարդ դրամով կրճատվում է։ Թե այդ ամեն ինչը պետք էր, որպեսզի այս պահին չպետք է գար էլի պարոն Մելքոնյանը։ Հիշեցի։ Սուքասյան, լավ էլի։ Չի կարելի, պարոն։ Հեսա կասենք։ Որովհետև դա արտաքին քաղաքական ուղերձ էր, որտեվ այս իշխանության քաղաքական կրեդոյի ուղերձն է, որ մենք կուճրտելու ենք, մենք բյուջեն բանակի կրճատում ենք, ուղղված Բաքվին, ուղղված Թուրքիային եւ այլ ոչ բարեկամ երկրների։ Հիմա այս վերջին օրերին շատ է Սուրեն Պապիկյանը ազգային ժողովում հրավիրեց, երեկեր թե այս վերջի օրերին Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում, եկեք տանենք, ցույց տանք, տանենք, ցույց տանք։ Գնացել ենք շատ հաճախ, տեսել ենք շատ հաճախ, գովել ենք շատ հաճախ, դիտողությունները նույն պարոն Օհանյանը նստած է, գրավոր ենք ներկայացրել պաշտպանության նախարարություն, նույն ռազմաարդյունաբերական համալիրի տարբեր ձեռնարկություններ են գնացել, տեսել ենք, բայց այդ դարձնել տուրիզմ, երբ որ հարցը առաջանում գաղտնիության դոստուկ չունեցող մարդուն, օրինակ նույն պաշտպանական այդ ամրացված շրջան չի կարելի գնալ, 50 հոգանոց խմբերը ոնց են գնում, ոնց են գնում, միջազգային տուրիզմի զարգացումն է դարձրեք, տուրիզմի զարգացումն է դարձրեք, բայց այստեղ կա մի հատ կարևոր բան, առավոտվանից գիշերը պարտանում եք, այդ տեսեք ամրոցներ ենք սարքում, ամրոցներ լավ, Գեղարքունիքում այդ ամրոցը 6 տարի առաջ կարիք չկար, չէ սարքելու, դրա համար չէր սարքվում էդի։ Ջերմուկուի ուղղությամբ այդ ամրոցը սարքելու կարիք չկար, չէ։ Կապանում դրա կարիքը չկար։ Ես դες տասնյակներով ադրբեջանական նույնիսկ ֆիլմեր կարող եմ ցուցադրել։ Երբ որ վերջինը մի քանի օր առաջ Ադրբեջանի բանակի ազգային հերոս է խոսում, մտած թունելներով, մանա գալիս ու ներկայացնում է, թե ինչ ինժեներական աշխատանքներ են եղել։ Շատ հաճախ իդեպ ադրբեջանցիները այդ ամբողջ Արցախի առաջնագծի պաշտպանական համակարգը շատ հաճախ կոչում են Օհանյանի պաշտպանական գիծ։ Հիմա ասում եք, եկեք գնանք այդ ամրոցը տեսնենք։ Երևանի քթի տակեր ավելի լավ է այդ ամրոցը տեսնել, թե օրինակ Աղդամում ու չեմ անում մեկ այլ հեռավոր, հարյուրավոր կիլոմետր Երևանից հեռու տարածքներում։ Կգանք, կտեսնենք էլ բնականաբար։ Ամենաշատը, որ խոսվում է, ատեստացիա, աշխատավարձը բարձրացնել։ Նիկոլ Փաշինյանը վերջերս ստատիստիկա է։ Իդեպ ուզում եմ հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանին, որի բերած ստատիստիկաները մեկ-մեկ այնքան վատ կանխազգացումների տեղիք են տալիս։ 20 թվականի հունվարին հիշում եք, Նիկոլ Փաշինյանը ստատուս գրեց, թե բանակում պատմական մինիմումով զոհեր ու կորուստներ ունենք։ 20 թվականի հունվարի։ Հիմա, երբ որ թիվ են հրապարակում 700,000, 30 պայմանագրային զինծառայող ստանում է 700,000, 30 չէ, 130, 230 նույն մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրայինների նամակներն ու գրությունները կարող եմ ուղարկել, որոնք նույն մարտական հերթապահություն իրականացնում են ոչ բարձր աշխատավարձով։ Ու ունեն բազմաթիվ պատճառներ, որ չեն կարողանալու այդ ատեստացիան անցնել։ Վերջին օրերին կառավարության կողմից նոր ուղեր ցղվեց։ Պարզվում է մեր բանակը իր ֆունկցիոնալությամբ պետքա փոխվի, ոչ թե մարտունակ բանակ, այլ պաշտպանունակ բանակ։ Պարոն Պապիկյան, այդ ձեր մշակած կերպափոխման հայեցակարգն է, որը հաստատվել է, չէ՞ պետքա կյանքի կոչեք, որտեղ իդեպ ասում եք, անվտանգության պահպանումը հնարավոր կլինի միայն առաջանցիկ ռազմավարությամբ եւ ժամանակակից պարազինությամբ համալրված դինամիկ զարգացող բարձր մարտունակությամբ արհեստավարժ բանակի
արկայության դեպքում։ Լսեք, բանակները բոլորը մարտունակ են լինում, պաշտպանունակ լինում են պետությունները, որ ցանկացած վտանգի դեպքում ամբողջ պետական համակարգը լինի պաշտպանունակ, մարտունակ բանակը իր խնդիրը կատարի, պետական ապարատը այն, ինչ որ 44 օրյային ձախողվեց վերից վար պետական ապարատով, պետական ապարատը այդ պաշտպանունակությունը ապահովի։